Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր ապրիլի 8-ն է։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր անպայման մենք կխոսենք շատ լավ լուրի մասին։ Կարծես թե Միացյալ Նահանգները եւ Իրանը պայմանավորվեցին զինադադար կնքել։ Այդ զինադադարը սկսեց աշխատել այսօր առավոտ շուտ մոտավորապես ժամը 4-ից։ Ինչքան կայուն կլինի այս զինադադարը, ինչքան կողմերը կհարգեն այդ զինադադարը, այսօր մենք պետք է խոսենք, ով էր միջնորդը գլխավոր, ինչ պայմանների համաձայնվեցին Միացյալ Նահանգները ու Իրանը, որ զինադադարը սկսեց աշխատել։ Բայց լուրը դրական է, քանի որ այդ պատերազմը նաև վնաս է հասցնում բոլոր Իրանի հարևաններին, նաև այդ թվում Հայաստանին։ Ու մեզ պետք է, որ խաղաղություն հաստատվի Իրանի շուրջ այդ կոնֆլիկտի հետ կապված։ Անպայման ես այսօր նաև անդրադառնամ կրեմլյան պրոպագանդիստների ասածին։ Մենք տեսել ենք ձեզ այդ վերջին մի շաբաթ ու շատ ենք խոսացել այն արշավի, որը Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունը, Պուտինը, Լավրովը, Զախարովները, Օվերչուկները ինչ արշավ են տանում ու տարե այս վերջի մի շաբաթը հայոց պետականության դեմ ու գործող իշխանությունների դեմ Հայաստանի այս արշավից հետո հիմա պայքարի մեջ մտնում են մեր պետականության դեմ կրեմլյան պրոպագանդիստները։ Պրոպագանդիստներից մեկը խոսեց երեք ու ուզում են անպայման ուզում եմ ներկայացնել իր ասածը։ Դες շարունակվում է ճնշումը այսօրվա իշխանությունների Ռուսաստանի հայոց պետականության դեմ ու այս ճնշմանը, այս արշավին միանում են կրեմլյան պրոպագանդիստները։ Նաև անպայման այսօր ես ուզում եմ անդրադառնալ մեկ շատ ցավոտ թեմային մեր հասարակության համար, դա իրավական համակարգի հետ կապված։ Մենք բոլորս գիտենք, այնտեղ կատարվում են ինչ-որ փոփոխություններ, ինչ-որ ռեֆորմներ, դանդաղ է գնում process-ը, մենք առանձին որոշումներ մենք տեսնում ենք, նույնիսկ ես համարում եմ ինչ-որ պրոգրես նույնիսկ կա, բայց ցավով դանդաղ է գնում ռեֆորմը ու օրինակ դատարանների որոշումները հաճախ բերում են բավական լարված իրավիճակի մեր հասարակության մեջ, ինչը շատ վտանգավոր է ցանկացած հասարակության համար ու առանձին խնդիրների մասին 1-2-ի ես անպայման այսօր ուզում եմ խոսել։ Սկսում ենք մեր աշխատանքը, խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, քանի որ մեր YouTube-յան ալիքի աշխատանքը անչափ կարևոր է եւ բոլոր առանց բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եւ սփյուռքայության համար։ Զարգացումները աշխարհում, Հայաստանում, աշխարհում, Հայաստանի շուրջ շատ բարդ են, շատ լուրջ են, ուրեմն մեր հասարակությունը պետք է ունենա օբյեկտիվ ինֆորմացիա։ Պակիստանի վարչապետը Շարիֆը պարզվեց միջնորդական առաքելություն ստանձնեց իր վրա, որը կարծես թե բերեց խաղաղություն Ամերիկա-Իրանյան հարաբերություններում։ Կողմերը համաձայնվեցին եւ Դոնալդ Թրամփը եւ Իրանի ղեկավարությունը 2 շաբաթյա զինադադարին։ Շատ լավ լուր է, շատ դրական է, նայենք այս զինադադարը կպահպանվի կողմերի կողմից, Նետանյախուն Իսրայելի վարչապետը համաձայնություն տվեց, համաձայնվեց այդ զինադադարին, ուրեմն կարծես թե խոչընդոտ չպետք է լինի, գոնե այս 2 շաբաթը որ զինադադար լինի։ Նաև ամերիկացիք համաձայնվեցին Իսլամաբադի միջնորդությամբ ու իրանցիք համաձայնվեցին ամսի 10-ին ապրիլի Իսլամաբադում բանակցություններ Ամերիկա-Իրանյան տանել, վարել։ Ամերիկայի կողմը Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ամերիկայի պատվիրակությունը կգլխավորի փոխնախագահ Միացյալ Նահանգների պարոն Վենսը, պատվիրակության կլինեն հայտնի Ուիտկոֆը եւ Կուշները Միացյալ Նահանգների կողմից, Իրանը դեռ չի հայտարարել ով բանակցությունների իրանց կողմից կմասնակցի, բայց կողմերը համաձայնվեցին ու Իրանի կողմը ասում է, որ այդ բանակցությունները ուղիղ
ամերիկացիների հետ կլինեն։ Եթե հիմա զինադադարի համաձայնություն տվեցին կողմերը ոչ թե իրար հետ բանակցելով, այլ Իսլամաբադի, Պակիստանի միջնորդությամբ, ստեղ բանակցությունները ուղիղ կլինեն Իրանը ամերիկյան։ Կարծես թե այդպես են ասում կողմերը ու առաջերտին իրանցիք։ Հիմա Արախչին արտգործնախարարը Իրանի ասեց, որ պայմանավորվեցինք զինադադար, միաժամանակ Իրանը կթողնի, որ Հորմուզի նեղուցով անցնեն լցանավերը, տանկերները ու դուրս կբերեն Պարսից ծոցից նավթը դեպի աշխարհ։ Ու Իրանը ասում է իրենք վերահսկողությունը կշարունակեն Հորմուզի նեղուցի վրա, բայց կբացեն Հորմուզի նեղուցը։ Դա էր պայմանավորվածության հիմքում դրված։ Իրանը ներկայացրեց 10 կետանոց պահանջ, 10 կետանոց փաստաթուղթ, որը մասամբ ընդունեց Դոնալդ Թրամփը, ինքը ասեց ոչինչ, ընդունելի է փաստաթուղթը, Իրանը պահանջում էր, որ ագրեսիան դադարեցվի իրանց դեմ, Իրանը պահանջում է, որ սանկցիաները իրանց դեմ ուղղված նաև նավթի հարցում որ հանվեն, Իրանը պահանջում է, որ հարստացումը ուրանի իրանք իրավունք ունենան անել, որ խաղաղ նպատակներով անեն, կոմպենսացնել այն վնասը, որ հասցվեց Իսրայելի և Ամերիկայի կողմից այդ ռմբակոծությունների ընթացքում։ Ես ուզում եմ ասել, փաստաթուղթը Իրանը ներկայացրեց, կարծես թե Դոնալդ Թրամփը դա ընդունեց։ Դոնալդ Թրամփը ասեց, ընդունելի է փաստաթուղթը, բայց բանակցությունների ժամանակ կխորացնենք այդ թեման, կուսումնասիրենք ու այդ համաձայնությունը ամերիկացիների այդ 10 կետանոց պահանջի Իրանի բերեց նրան, որ զինադադար հաստատվեց։ Պարզ է, Իրանը զինադադարի հաստատումից հետո հայտարարեց, որ ինքը հաղթող դուրս եկալ այս պատերազմում, Դոնալդ Թրամփը նեղացավ իրենց ասացի վրա, բայց կարծես թե process-ը, դրական process-ը սկսվեց։ Հույսով ենք, ու ես հույս եմ փայփայում, հույսեր, որ այս զինադադարը չի խախտվի ոչ մի կողմից, ոչ Իսրայելից, ոչ Միացյալ Նահանգների, ոչ Իրանի կողմից։ Իդեպ ասեմ, շատ կարևոր է, որ այդ զինադադարի մաս նաև կլինի Հեզբոլան, նաև հուսիները, նաև արաբական աշխարհի ներկայացուցիչները, դες կոպիտ ասած տարածաշրջանային զինադադար հաստատվեց։ Հիմա Հայաստանի համար դա անչափ կարևոր է, բոլորս հասկանում ենք, մենք ունենք ընդհանուր սահման Իրանի, օրինակ այս պատերազմական գործողությունները բերեցին նրան, որ առևտուրը Իրանի հետ անկում ապրեց, դες հետևանքները նույնիսկ այս կոնֆլիկտի մաս չկազմող երկրները տեսնում են իրանց մաշկի վրա, զգում են, ուրեմն մեզ համար շատ կարևոր է այս խաղաղությունը հաստատված։ 2 շաբաթ Հորմուզի նեղուցը բաց կլինի ու բանակցություններ կգնան։ Հիմա շատ կարևոր դրական նորություն, որ Հայաստանը ակտիվ պատրաստվում է ընդունել մայիսի 4-ին 5-ին Եվրոմիության կողմից հայտարարված եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, դուք գիտեք, մոտ ավրապես 50 երկրների պատվիրակություններ կլինեն ու շատ երկրների հենց առաջի դեմքերը կգան, Գերմանիան, Ֆրանսիան, մի քանի երկրներ հաստատեցին իրանց գալը առաջի դեմքերին, ուրեմն մեծ պատիվ է Հայաստանի համար այս դեպի մեծ ֆորում ընդունել, դա ռեյտինգը կբարձրացնի, բայց շատ կարևոր է, որ նաև դա հասկանում են մեր իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը նիստ հավաքեց, այնտեղ քննարկվում էին տեխնիկական, կազմակերպչական հարցեր կապված այդ միջոցառմանը, որը ուղղակի 1 ամիս հետո նույնիսկ պակաս պետք է անցկացվի Երևանում, ու շատ կարևոր է, որ այդ աշխատանքը գնում է ու այս գագաթնաժողովը պետք է անցնի Հայաստանում հեռախոսազրույց
Արարատ Միրզոյան, Հայաստանի արտգործնախարար, Կայա Կալաս, որը դու գիտեք կարևորագույն դեմք է Եվրոմիության հանձնաժողովում, Եվրոմիության կառավարությունում, ինքը նաև այդ թվում արտգործնախարարն է Եվրոմիության, ու այնտեղ պլանները խորացումը հարաբերությունների քննարկվեց, կոնկրետ նշվեցին ինչ է արվում, ինչ պետք է արվի ու այն դինամիկան զարգացումների, որը կա, ու պարզ է այդ հեռախոսազրույցում նաև քննարկվեց հարց այս Եվրոմիության կողմից անցկացվող գագաթնաժողովի Երևանում մայիսի 4-ին։ Նաև դու գիտեք, մայիսի 5-ին կլինի գագաթնաժողով Հայաստան Եվրոմիություն, ոչ միայն այս եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, նաև գագաթնաժողով կլինի Հայաստան Եվրոմիություն։ Հիմա ռուսական պրոպագանդիստների մասին մի քանի խոսք ուզում եմ ասել, ավելի ճիշտ կրեմլյան պրոպագանդիստների մասին։ Դուք այդ անունները հիշում եք բոլորս, չեմ կրկնի, բայց պրոպագանդիստներից մեկը Արամ Գաբրելյանով ինքը հայտարարությունով երեք հանդես եկավ գրառումով Facebook-յան ցանցում, ինքը ասեց, որ եթե Փաշինյանը հաղթող դուրս գա ընտրությունների ժամանակ, Հայաստանին սպասում է SSSS, ու ինքը թվարկեց, որ Հայաստանին սպասում է նա, որ գազի գինը կբարձրանա, սպասում է նա, որ Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ Ռուսաստանը կմտցնի, ավիա հաղորդակցություն չի լինի Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, այդ օդային կապը կդադարեցվի, բիզնեսը Հայաստանի չի կարողանալու աշխատել Ռուսաստանում հայերը բիզնեսմենները էլ չեն կարողանալու աշխատել, կոպիտ ասած վախացնում է այդ պրոպագանդիստական մեքենան Կրեմլը միացրեց։ Պարզ է դա, որ մենք ֆիքսեցինք ձեզ հետ, որ առաջի անգամ որ ապրիլի 1-ին, դա առաջի անգամ էլ, որ Պուտինը ուղղակիորեն սպառնում էր Հայաստանի պետականությանը, մենք դա ֆիքսեցինք, նախկինում անում էին այդ սպառնալիքները, հնչեցնում էին երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ պաշտոնյաները Ռուսաստանի, առաջի անգամ է, որ Պուտինը զգուշացնում էր, որ պետք է ռուսամետ ուժերին թույլ տան մասնակցել ընտրությունների, առաջի անգամ է, որ Պուտինը բաց գցում էր պատասխանատվությունը Ղարաբաղի հարցի հետ կապված Հայաստանի իշխանությունների վրա, այդ ամբողջը մենք Պուտինից առաջի անգամ լսել ենք ու արշավը շարունակվում է մեր դեմ, բայց հիմա Կրեմլը համարելով, որ պաշտոնյաները չէ, որ պետք է վախացնեն Հայաստանը, ասենք, հիշում եք Օվերչիկի ասացները մեր դեմ ուղղված, ուղղակի այս վերջի մի շաբաթը, ու դուք ուշադիր Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի շրջանակներում այդ ինֆորմացիան լսել եք ու ստացել եք, բայց հիմա պայքարի մեջ վոյ բրոսիլի, որ ասում են վոյ պաշլի ստարիկի, իրենք այդ պայքարի մեջ գցեցին առաջի պլան կրեմլյան հայտնի պրոպագանդիստների։ Ես պետք է ասեմ, որ վախացնել հայ ժողովրդին շատ դժվար է, բայց դա էլ ճնշման ձև է մեր հասարակության վրա, հայության վրա ապրող Ռուսաստանում։ Ես պետք է ասեմ, որ Գագիկ Մելքոնյանը քաղաքապայմանագրի պատգամավորներից մեկը, հայտնի մեջ գեներալը Գագիկ Մելքոնյանը արձագանքեց այս Պուտինի ասածին ու ինքն էլ նշեց, որ Պուտինը առաջի անգամ է, որ անձամբ Պուտինը ճնշում է գործադրում բաց Հայաստանի վրա, եւ ինքը ասեց, որ պարզ է Ռուսաստանը պայքարում է հայոց պետականության դեմ։ Այդ գնահատականի հետ պարոն Գագիկ Մելքոնյանը միանշանակ ես համաձայն եմ, չգիտեմ ինչու Պուտինյան Ռուսաստանը Պուտինյան, ես ռուս ժողովրդի մասին չեմ խոսում, ռուս ժողովրդի նկատմամբ մեծ հարգանք է Հայաստանում, դա շատ ճիշտ է, լավ է, բայց Պուտինը իր ռեժիմը չգիտես ինչու համարում են, որ հայերը չպետք է ունենան իրենց պետականությունը։ Զարմանալի բան է, բայց այդպես է։ Եվ ես պնդում եմ, որ Ռուսաստանը փորձում է լարվածությունը ուժեղացնել իր պրոքսիների միջոցով նաև Հայաստանի ներսում, որ լեգիտիմությունը այդ process-ի փոքրացնի։
որ լեգիտիմության հարց առաջանա այս ընտրություններում վաղը եթե հաղթող դուրս գա քաղ պայմանագիրը, ինչը շատ հավանական է, որ հարցականի տակ դնեն։ Աղմուկը մեծ է, ապակայունացում իրանք կուզենան անել, որ հարցականի տակ դրվի լեգիտիմությունը նորընտրված իշխանությունների։ Ու մյուսը ձեր ուշադրությունը պետք է դարձնեն, հիշում եք ապրիլի 5-ին Օվերչուկը փոխվարչապետը Ռուսաստանի, երբ որ խոսում էր Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների, ինքը ասեց Տուրկմենչայի 1828 թվի պայմանագրի համաձայն այս տարածքը, որտեղ գտնվում է Հայաստանը, հավերժ տրված էր Պերսիայի, Պարսկաստանի կողմից Ռուսաստանին, հավերժ տրված էր։ Դες իրենք ակնարկ են անում, որ այս տարածքը դա Ռուսաստանի տարածքն է։ Ու պատահականություն չի, որ հիշատակեցին հենց Թուրքմենչայի պայմանագիրը։ Պատահականություն չի, քանի որ պայմանագրում ֆիքսված է դա, որ Պարսկաստանը զիջում է այս տարածքները եւ Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքները հավերժ Ռուսաստանին։ Ու այս ակնարկները պատահականություն չեն, մենք պետք է լուրջ մոտենանք այս արշավին, որը սկսվեց պաշտոնյաների կողմից Ռուսաստանի ու հիմա շարունակում են Ռուսաստանի պրոպագանդիստները։ Ես նաեւ պետք է ասեմ ներքին քաղաքականության մի քանի հարցերին անդրադառնամ ու ասեմ իմ կարծիքը, իմ մտքերը։ Դուք գիտեք, երեք ազգային ժողովը վերջնական ընդունեց փոփոխություններ ընտրական օրենսգրքում։ Ու քանի որ ընտրական օրենսգիրքը մեզ մոտ դուք գիտեք սահմանադրական օրենք է, այս օրենսգրքում փոփոխություն կարելի է կատարել, եթե ազգային ժողովում հավաքվում է 60% ձայների կողմ։ Ու դա նշանակում է, որ գրեթե ամբողջ ֆրակցիան քաղ պայմանագրի պետք է քվեարկեր, որ այդ փոփոխությունները անցկացվեն։ Կարողացավ քաղ պայմանագիրը անցկացնել, դուք գիտեք քաղ պայմանագիրը չունի սահմանադրական մեծամասնություն մեր պարլամենտում, չունի 67 թե ինչքան ձայն, սահմանադրական դուք գիտեք 2/3 դա պետք, դա 67 ձայն են մեր ազգային ժողովում, բայց 60%-ը նվազագույնը պետք է ու կարողացավ հավաքել 60%-ը քաղ պայմանագիրը ունի ֆրակցիան այդ կամ ձայներ երկրորդ երրորդ քվեարկության ժամանակ ապահովեցին այդ կվորումը 60%-ը ինչ փոփոխություններ կատարվեցին բոլորի մասին չեմ ասում բայց մի փոփոխություն շատ կարևոր որ երբ որ դաշինքներ նախընտրական ստեղծվում են ու հիմա դուք գիտեք նախընտրական գրանցումը կսկսվի կուսակցությունների կամ դաշինքների ամսի ապրիլի 13-ից մինչև 23-ը հայտեր կներկայացնեն կուսակցությունները կամ դաշինքները ու հետո օրենքի համաձայն ապրիլի 23-ից հետո կսկսվեն հաստատվել այս հայտերը կուսակցությունների կամ դաշինքների ովքեր ուզում են մասնակցել այդ դաշինքների դեպքում մի սահմանափակում մտցվեց որ անվանումներում այդ դաշինքների որոնք կգնան ու կպայքարեն ընտրություններին մասնակցելու ժամանակ մեր ազգային ժողովի ընտրությունների հունիսի 7-ին անձնական անունների օգտագործումը արգելվում է Պարզ է, մենք հասկանում ենք, որ դա նաև վերաբերում է Սամվել Կարապետյանի այդ դաշինքին, քանի որ այդ դաշինքը, ինչքան հասկանում ենք, մենք ոչ թե կգնա հզոր ուժեղ Հայաստան անվան տակ, կուսակցության անվան տակ, այլ դաշինքի անվան տակ, ու շատ հավանական է, որ պլանավորում են դաշինքի անունը դնել Սամվել Կարապետյան դաշինք, հիմա օրենքում փոփոխություններ կատարվեցին ընտրական օրենսգրքում, որ այս ձևի բան անել իրավունք չունեն դաշինքի անդամները կոպիտ ասած եթե կուսակցությունները միավորվում են կառուցում են դաշինքի անվան մեջ չի կարելի օգտագործել անձնական անուններ բոլորս հասկանում ենք դա նաև այդ թվում դրա պատճառով է արվել որ օրինակ Սամվել Կարապետյանի այս ձևի անվան տակ դաշինք չստեղծվի այլ անուն պետք է դնեն այս կուսակցությունները որոնք միավորվում են ուժեղ Հայաստանի շուրջ կամ ուրիշ դաշինքներ չեն կարող օգտագործել անուններ ինչ որ մարդկանց բայց
Պետք է ասեմ, որ նույնիսկ եթե դա արդարացված է, որ այս դեպի երևույթներ մեր քաղաքական process-ներում նախընտրական չլինեն, նույնիսկ եթե արդարացված է, ասենք տրամաբանորեն է դա, նույնիսկ եթե միջազգային պրակտիկան դեմոկրատական երկրներում դա այս դեպի պրակտիկան կա, արգելք կա, ես պետք է ասեմ, որ այդքան ուշ փոփոխություն կատարել միջև ընտրությունները, այդքան ինչ մնաց, 2 ամիս պակաս մնաց միջև ընտրությունները այս ձևի փոփոխություն կատարելը, դա խորհուրդ չեն տալիս եվրոպացիք խորհուրդ չեն տալիս։ То есть ստեղ նյուանս կա, ստեղ պրոբլեմ կա այս հարցի հետ կապված։ Բայց նորից կրկնում եմ, միգուցե կա տրամաբանություն այդ որոշման մեջ, բայց պետք է ճիշտ ասենք, որ ինչքան ուժ դու փոփոխություններ ընդունում ես, այդքան լիքը հարցեր են առաջանում։ Ու կարևորագույն հարցի մասին ուզում եմ ասել։ Դու գիտեք, որ Չարենցավանում մի դատական գործ էր, ինչ որ սպանության հետ կապված երիտասարդին սպանեցին ու այդ հարցը դատարանում քննարկվել է ու դատարանի այդ process-ի ժամանակ երբ քննվել է այս հարցը տուժող կողմը եւ մեղադրվող կողմը այնտեղ բախում եղավ 31 մարդ բերման ենթարկվեցին Ինչ է դա նշանակում Դա նշանակում է որ մարդիկ ունեն կասկածներ կապված դատական ինստիտուտների որոշումների հետ ու մարդիկ իրենց ձեռքը վերցնում են լուծում այդ հարցի կոպիտ ասած վրեժ են փորձում լուծել այնտեղ կռիվ դավիր այդ դատական նիստի ժամանակ իրար տվեցին ֆիզիկական բռնություն 31 մարդ բերման ենթարկվեցին դες հարազատները այդ տուժած կողմի եւ մեղադրյալ կողմի իրար հետ բախվեցին ու ինչ է դա կապված պետք չի լինել ասենք իրավաբան որ հասկանանք դա կապված է նրա հետ որ վստահությունը դատական մարմինների որոշումների հետ կապված բավական ցածր է մեր հասարակությունում ու դա ստեղծում է լարվածություն ներսում մարդկանց միջև միջմարտկային հարաբերությունների միջև Ես ավարտեցի իմ այսօրվա ելույթը մի շնորհ հանդիպումներ